Ողջունում եմ բոլորի ջերմուկում, մենք գտնում ենք մի վայրում, որից 5 կիլոմետր հեռավորության վրա Հայաստանի սուվերեն տարածքում գտնում է օտարերկրյա զինված ուժեր։ Հայաստանի անվտանգության երաշխավորությունը կարևոր արմատական նշանակություն ունի երկարաժամկետ անվտանգության եւ խաղաղության համար, եւ ջերմուկը դրա վառ օրինակն է։ Բոլորը գիտեն, թե ինչպես խոսել անվտանգությունից, ինչ խոսել անվտանգությունից, բայց խոսելը դեռ բավարար չէ։ Պետք է հնարավորություն ունենա այդ մարդը, այդ ուժը, ով ներկայացնում է անվտանգության տեսլական, իր տեսլականը իրագործել հողի վրա։ Դրա համար պետք են կապեր եւ բանակցային հմտություններ։ Բանակցային հմտությունները եւ դրանց բացակայությունը արմատական տարբերություն են տալիս յուրաքանչյուր ազգի անվտանգային խնդիրների լուծման համար։ Ինչին մենք առերեսվել ենք մեր վերջի 8 տարվա պատմության ընթացքում։ Ինչը մենք տեսնում ենք այսօր այստեղ, երբ մեզանից ընդամենը 5 կիլոմետր հեռավորության վրա գտնվում է օտարերկրյա զինված ուժեր։ Միջազգային անվտանգության համակարգը խորը վերափոխումների է ենթարկվում աշխարհում։ Հին աշխարհը, երկրորդ համաշխարհայինից հետո եկած աշխարհը այլևս չկա։ Համակարգերը, նոր համակարգերը դեռ չեն ձևավորվել։ Իսկ այն ինստիտուտները, որոնք կոչված էին ապահովել արդարություն, ազգերի մեջ շփման, պետությունների մեջ շփման, այսօր կաղում են, կորցրել են իրենց հեղինակությունը։ Այս ժամանակաշրջանում շատ կարևոր է ունենալ եւ պաշտպանական պոտենցիալ եւ դիվանագիտական պոտենցիալ, որպեսզի մենք հնարավորություն ունենանք դիմակայել եւ տեղ ունենալ արևի տակ։ Մոտակա տարիներն են 10 տարին է որոշելու, թե որ երկիրը եւ որ ազգը տեղ կունենա արևի տակ։ Ես ձեզ վստահեցնում եմ, որ մենք մեր անվտանգային ծրագրերով, մեր դիվանագիտական մոտեցմամբ եւ մեր ազգի ամբողջ պոտենցիալը համախմբելով Սամվել Կարապետյանի առաջնորդությամբ ունենալու ենք տեղ արևի տակ։ Անվտանգային հարցերով այս միջազգային համաժողովը ունի շատ խորհրդանշական բնույթ։ Անվտանգությունը մեր ազգի համար մշտապես եղել է առաջնահերթություն, իսկ այսօր խարխլված է։ Օրեր առաջ մեր թիմը հանդես է եկել ուժեղ խաղաղություն Սամվել Կարապետյանի անվտանգային ծրագրի առաջարկով։ Ինչ է իր մեջ ներառում այս ծրագիրը։ Առաջի կետը ներառում է 6 կետ։ Առաջի կետը դա ուժեղ դիվանագիտությունն է, որը կբերի Հայաստանին երկարաժամկետ խաղաղություն։ Երկրորդ կետը շատ կարևոր բանակի վերափոխումն է, ուժեղ բանակը, բանակում պաշտպանական համակարգերի ավտոմատիզացիան։ Երրորդը պաշտպանված երկինքը։ Մենք մեր երկիրը տեսել է, մեր պետությունը տեսել է մարտահրավերներ եւ տեսել է, որ այսօր այս դարաշրջանում երկնքի պաշտպանվածությունը արմատական նշանակություն ունի երկարաժամկետ ապահովության համար, թե քաղաքացիական, թե ռազմական ապահովության համար։ Եվ այստեղ մենք ներգրավել ենք աշխարհի լավագույն մասնագետներին։ Չորրորդը խելացի սահմաններն են։ Հայաստանում այսօր շատերը խոսում են խելացի տարբեր բաների մասին, երբեմն խելացի անասնագոմերի մասին, բայց մոռանում են, որ մեր սահմանները 20-րդ դարի կեսերի սահմաններ են հիշեցնում մեծի մասամբ։ Մի քանի նկարներին չխափնվենք, իրականությունը այնպիսին է, որ հայ զինվորը, տասնյակ հազարավոր հայ զինվորներ այսօր սահմաններին են, պոստերում պահում են մեր երկրի անդորը, եւ որևէ տեխնիկական փոփոխություն նրանց կյանքում չկա։ Զինվորն է դիմակայում առաջի անվտանգային մարտահրավերներին։ Մեր առաջարկը լինելու է փոխարինել դա տեխնիկական միջոցներով, քանի որ առաջին գիծը
տեխնիկան պետք է լինի, տեխնիկական միջոցները եւ ոչ թե մեր զինվորները։ Այդտեղ մենք ունենք առաջարկ, ունենք թիմակիցներ եւ հյուրեր, որոնք ունեն համապարփակ առաջարկ Հայաստանի անվտանգային այդ կոնցեպցիան մշակելու խելացի սահմանի։ Արժանապատիվ զինծառայությունը եւ նաեւ տեղական ռազմարտունաբերության զարգացումը։ Տարբեր ժամանակաշրջաններում մենք տեսել ենք, որ ռազմական արդյունաբերությունը արմատական տեղ գրավեց մեր երկրի անվտանգային համակարգը ապահովելու համար, այսինքն դրա բացակայությունը կարևոր եւ նշանակալի բան է եւ Հայաստանը որպես մեծ ռազմական համեմատական մեծ ռազմական մասնաբաժին ունեցող երկիր կարող է իրեն թույլ տալ ունենալ սեփական ռազմական արդյունաբերություն։ Ուղղակի պետք է մոտեցումների տարբերություն։ Սա է մեր ծրագիրը, ռազմական արդյունաբերություն, խելացի սահման, ուժեղ բանակ, հակաօդային պաշտպանության ուժեղ համակարգ եւ ամենաառաջինը իհարկե ուժեղ դիվանագիտություն։ Ես ուրախ եմ հայտարարել, որ այսօր հենց այստեղ սահմանագծի վերածված ջերմուկ քաղաքում մենք սկսում ենք գործի վերածել մեր ծրագրերը։ Մենք լավ ենք հասկանում, որ մեր երկրի արժև ծառացած մարտահրավերները հրատապ են։ Մենք ժամանակ չունենք սպասելու։ Եվ սկսում ենք գործել հենց այսօր։ Անում ենք առաջի քայլերը, ուղղված ուժեղ խաղաղության հաստատմանը։ Մեր ստորագրած հուշագրերը, որը ուզում ենք այսօր ստորագրել, կարևոր նշանակություն են ունենալու մեր ապագա անվտանգության համար։ Մենք հուշագիր ենք ստորագրելու երկու կազմակերպությունների հետ։ Առաջինը հոլանդական ընկերության հետ, որը վերապատրաստում է երկրների համար հատուկ ջոկատայիններ, եւ երկրորդը հունական ընկերության հետ, որը զբաղվում է նաեւ մարտական այլ զինատեսակների այ զինատեսակներ օգտագործող զինվորների վերապատրաստման։ Սա շատ կարևոր քայլ է մեր երկրի համար, որպեսզի մենք ունենանք ժամանակակից անվտանգային համակարգեր եւ պատրաստված բանակ։ Հոլանդական Dami Security Intelligence ընկերությունը անվտանգային առաջատար ընկերություն է եւ հունական DRCS տակտիկական մարտավարության միջազգային մակարդակի ընկերության հետ կնքվելու է հուշագիր։ Սա նշանակում է փորձի փոխանակում, համագործակցության ընդլայնում, նոր գիտելիքների ձեռքբերում, հմտությունների կատարելագործում, եվրոպական ստանդարտներին համապատասխան, եւ սա հենց այն է, ինչ դարձնելու է մեր քաղաքացիներին ավելի անվտանգ, իսկ մեր երեխաների ապագան երաշխավորված խաղաղությամբ։ Ավելին, սա դեռ միայն սկիզբն է։ Լինելու են նոր գործընկերներ, նոր համագործակցության ձևաչափեր, նոր մակարդակ, որովհետև ինչքան մեզ ուզում են համոզել, որ մենք մենակ ենք, մեզ ոչ ոք չի աջակցում, մենք պատասխանում ենք, որ դա կախված է բանակցողից, բանակցողի հմտություններից։ Մենք գիտենք ինչպես բանակցենք, ապացուցված գործերով եւ արդյունքներով։ Ուժեղ խաղաղության ծրագրի մշակման համար Սամվել Կարապետյանի կողմից ձևավորվել է անվտանգային թիմ։ Եվ մեզ համար իրապես պատիվ է, որ այս թիմի ղեկավարն է լեգենդար հետախուզ, պատերազմի հերոս Արթուր Ավանեսյանը։ Նրա անվան շուրջ բազմաթիվ պատմություններ կան։ Նրան լավ է ճանաչվում մեր հայ ռազմական գործի գիտակ հարութը եւ նա լավ է ճանաչում թե մեր զորքը, թե մեր հակառակորդին եւ գիտի թե ինչպես փոխել մեր ընթացքը, մեր պաշտպանական ընթացքը։ Նա մասնակցել է բազմաթիվ մարտերի եւ արժանացել բազմաթիվ մեդալների։ Հիմա մենք ենք նրան մեդալ տալիս հաջորդ ճակատագրական մարտի համար, ամուր խաղաղություն ապահովելու համար։ Այս ճակատամարտում վիրավորներ չկան, կա միայն լավատեսություն, հույս եւ նոր առաջնորդություն։
Այսօր ձեր խրամատը սահմանը չէ։ Այստեղ մեր կողքին է մշտապես ոգևորող, մեզ ուժ տվող եւ ոգեշնչող Գնդապետ Ավանեսյան, հրավիրում ենք ձեզ այստեղ նվիրելու այս խորհրդանշական նվերը ի նշան մեր միասնական պայքարի եւ անխուսափելի հաղթանակի։